Այցելուները ուշադրությամբ դիտում էին շնորհալի նկարչի ոչ սովորական աշխատանքները, տարբեր իրավիճակներ և տրամադրություն արտահայտող դիմանկարային նկարներ, կենդանական աշխարհի իրավամբ կենդանի վերարտադրությամբ մատիտանկարներ։ Ահա այն 30 կտավները, որոնք հիրավի դարձան վարպետ նկարչի լայնահուն ներկապնակի փայլուն նմուշներ։ 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Հայաստանի Հանրապետության նկարիչների միության անդամ Մարտիրոս Ելագյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Արվեստասեր հասարակությանը ներկայացրեց արվեստագետի բազմաոճ ստեղծագործությունները, մատիտի և գույների միջոցով իրական և երևակայական աշխարհն արտահայտելու վարպետությունը, նաև նրա ստեղծագործությունների պարզությունը, մատչելիությունը և արհեստավարժությունը։ Ասեմ, որ նկարիչ ինքը ցանկություն հայտնեց, որպեսզի ցուցադրվի Թբիլիսիում, ինչպես գիտեք, պարոն Ելագյանը արմատներով Թիֆլիսից էր եւ հիմ փափագ ուներ, որպեսզի իր ծնողների, իր նախնիների ծննդավայրում ներկայանա եւ մենք մեծ սիրով ընդունեցինք մեր հարկի տակ։ Ինձ թվում է, որ Թբիլիսահայ հասարակության եւ ոչ միայն Թբիլիսահայ, Թիֆլիսյան արվեստասեր հասարակության համար շատ հետաքրքիր ցուցահանդես ստացվեց։ Դեռևս 2008 թվականին լույս տեսած արվեստագետ Արմեն Սաթյանի «Մեր ժամանակակիցների գեղանկարչությունը» գրքում զետեղված 13 նկարիչներից մեկը Մարտիրոս Ելագյանն է։ Շնորհալի նկարչի աշխատանքները դարձել են բազում երկրների մասնավոր նմուշահավաքների սեփականություն և հաստատուն տեղ գրավել տարբեր թանգարաններում։ Մարտիրոս Ելագյանի ծնողները, լինելով բնիկ թբիլիսեցիներ, իրենց որդու մեջ ներդրել են այս կոլորիտային քաղաքի նկատմամբ մեծ սեր ու հարգանք, թբիլիսահայ արվեստի կարկառուն դեմքերից սովորելու ձգտում։ Ուստի նկարչի հոգու կանչն էր հարուստ մշակութային ավանդություններ ունեցող Թբիլիսիի արվեստասեր հասարակությանը իր արվեստով ներկայանալու երազանքի իրականացումը։ Անկեղծ ասած, ինձ համար տարբերություն չկա, ես մարդու դիմանկարում նկարում, թե կենդանու։ Ինչպես դուք նկատել եք, ամեն կենդանի իր անուն ունի։ Սա սովորական շներ չեն, դա մեր հայացի շներն են։ Ամեն մեկ իր կյանքն ուներ, ամեն մեկ իր, ոնց որ ասած, ճակատագիրն ուներ։ Թե ինի շուկը, թե մյուշունա, թե չգիտեմ, են կոնկրետ պերսոնաժներ են։ Ինձ համար տարբերություն չկա, ես մարդ կնկարեմ, թե կենդանի, թե խոտ կնկարեմ, թե ծաղիկ։ Թբիլիսիում անհատական ցուցահանդեսով ներկայանալու առիթով մայր հայրենիքից ժամանած նկարչին շնորհավորեցին մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Իրեն Օհանջանովան, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը, Խորհրդային միության նկարիչների միության անդամ Լևոն Օսիպովը և ուրիշներ։